Բարի լույս, ոնց եք ժողովուրդ ջան, մենք արթնացել ենք, չնայած օրը արդեն կեսօրին է մոտենում, արթնացել ենք, Նռանի հետ մաքուր ենք շնչում, մինչև անցնենք մեր գործերին, Նռանի, հələ բարևի, այսօր մենք հյուրեր ունենք, մեր ընկերները պետք է գան, մի քիչ մաքրություն անենք տանը, բակը, ցույց կտամ ամեն ինչ, հուսամ հետաքրքիր կլինի ձեզ, մնացեք մեր հետ, որ ավելի շատ բան իմանաք մեր ընտանիքի մասին։ Մեր տները այսօր ահավոր թափված է, ես չգիտեմ ոնց եմ հավաքելու, այսքան ամանները ինձ են սպասում։ Պետք է հավաքեմ, մաքրեմ, դասավորեմ, որ հյուրերից լավ ընդունեմ, մաքուր ընդունեմ, տեսնեմ, կհասցնեմ ամեն ինչ անեմ երեխաների հետ, որտեղ շատ դժվար է, Նռանեն շատ ակտիվացել է, ամեն բանի ձեռք է գցում, թափում է, խանգարում է, տեսնեմ կհասցնեմ, մինչև երեկոյան մաքրեմ ամեն ինչ, դասավորեմ, պատրաստվեմ։ Չնայած կհասցնեմ, արդեն սովորեմ այս ռեժիմին։ Իհարկե։ Այսօր իրա վրա է, թող սարքի, որ համով, միշտ ասում, թե չէ որ օրն է իմ վրա, թե ես սարքելսկի չգիտեմ էլ, գիտեք չէ, սաղ ինքն է անում ճաշերը, իհարկե կատար, բայց ինքը շատ համով է սարքում, ժողովուրդ ջան։ Այս տարի ցավոք ես չհասցրեցի օգոստոսի 1-ին մասնակցեմ խորովածի փառատոնին, բայց մյուս տարի խոսք եմ տալի անպայման մեր տաղավարը մեր կտեղակ։ Շատ համով է լինելու։ Առանց մրցանակի ավելան չենք կարում։ Հիմա ինչ ես անում։ Հիմա մենք սարքում ենք բանջարեղենային ձվածեղ։ Կանաչիով, հիբարով, պամիդորով, առողջարար։ Այսօր մեր հյուրերին ինչ ենք սարքում։ Ինչ սարքենք, թե մեր հյուրերը արդեն ես գիտեմ էլի, միշտ գալիս են քաբաբ ուտելու։ Իրանք որովհետև գիտեն, մեր մոտ քաբաբը ուրիշ ձև է ստացվում։ Ռեցեպտը այսօր տեղադրելու եմ։ Այդ ռեցեպտով պատրաստեք, շատ համով է լինում։ Տենց քաբաբ դուք ոչ միտեղ չեք կերել, եթե կասկածում եք, այսօրվա վլոգը նայեք, այս ինձով պատրաստեք ու համեմատեք։ Լսնում եք,
զունվոր լստում եք, մի խառնեք, թողեք թող դառնա ձվածեղ, հետո նրա, որ համ լավ ուղիծուն, համ էլ տեսքը լավ է։ Ժողով ջան, այստեղ Նաև մեզանից պատրաստում եք խորոված բանջարեղեն արյու գրիլի մեջ։ Այսպես դնում եք ու սարքում եք։ Նենց լավ է լինում, էլ որպեսի շատ համեղ է լինում։ Եթե դուք եք ունենում, էլ որպեսի կրակի վրա չդքան բադրջան բիբարը չմաքրեք, այդ ամեն ինչը չանեք, այս սարքը փրկում է։ Իրոք։ Բադրջանը 10 րոպե, բիբարը 5 րոպե, պամիդորը 3 րոպե։ Սիրուն հետո նա թավայի մեջ կարակով լավ կանաչիներով սենց խառնում եք։ Ցույց կտամ։ Ճիշտ ասում։ Ձև չի տալիս, ճիշտ ասում։ Ահ, այսօր պատրաստվում արդեն։ Դե գնացինք հաջորդ Հացուտենք, հետո շարունակենք։ Սովածենք։ Ճիշտն ասած երեխեքը էսի չեն ուտում, սենց խառը բաներ չեն սիրում, իրանց ձու ենք դրել խաշվի։ Տեսեք ինչ լավ արդեն բադրջանը։ պատրճանը, ինչով շատ լավ է պատրաստվում։ Արագ, դնում եք բիբարները, ձետ, ոչի բան չանեք, իմաստ չկա։ Գնաց, 2 աստիճանի տակ դնում եք, ինքը 10 րոպե։ Եթե համ վերև համ ներքևն է, կարող չպտտեք։ Մեր մենակ վերևն է, մենք մատե պտտում ենք։ Այս արագ մաքրենք բադրջանը։ Սա կմաքրենք, մի քիչ սառի չվառվենք, էլի։ Մաքրենք ու անցնենք բիբարին։ Երեխեքը արդեն հաց են ուտում։ Հեսա նայեք, տեսեք բիբարին ինչ լավ է պատրաստում։ Հեսա այսի հանենք ու պամիդորը արդեն դնենք։ Հիմա դնում ենք լոլիկները։ Մեջուկը հանում եք, սենց բարակ խազեր եք անում 4 մասի, որ հետո հեշտ կեղևը հանենք։ Այսինքն։ Հեշտ ուսեք։ Հեսա կեղևից հանեց արդեն։ Նայեք ինչ լավ է դուրս գալիս։ Իրոք շատ Նայեք։ կապոտ դուրս է գալիս։ Եթե չեք փորձել այս տարբերակով, հաստատ արժե։ Նայեք ինչ լավ է դուրս գալիս։ Միանգամից։ Սա տեսնենք պամիդորներ ինչ վիճակում են, դեռ տեղ ունի։ Տեսեք, ոնց մի անգամից դուրս է գալի տոլոպը։ Պամիդորն էլ եղավ։ Տեսեք ինչ լավ է դուրս գալի։ Այսպես։ Բայց տակ չի։ Ես սովոր եմ արդեն, այսպես։ Նայեք, մինչև վերջ։ Այվ խակ։ ցույց տամ մեր քաբաբի ձևը։
2 կիլո միս աստեղ, 2 կիլոյի համար 200 գրամ սոխա, 200 գրամ խոզի սալա, համեմունքներից աղ, սև բիբար, կարմիր բիբար, օրիգանոյի փաթիլներ, չորոռեհան, չոր աջիկայա, սխտորի փոշիա ու խմելի սունելի, այս երեքը իրար հետ, լիովի խառնում եք, յուրահատուկ համ է տալիս, անկրկնելի, 2 կիլոյի համար մի ամբողջական թեյի գթալ, աջիկա մի ամբողջական թեյի գթալ, խմելի սունելի ու սխտորի փոշի, փորձեք, կտենակ ինչա ստացվում, օրիգանոյի փաթիլը եթե չկա, կարակ վերցնեք ուրց, ցիտրոն, տարբերություն չկա, աղը, սև բիբարը, կարմիր բիբարը ըստ ճաշակի, բայց բիբարը շատ չանեք, կրակի վրա վառվելու է, ու կախարտական մատերով, այս կախարտական լվացած մատերով, այսպես խառնում ենք սախել, սենց եթե միսը տաք է, համ է մեկ, սալը կցեք, համեմունքները կցեք, սոխը մի կցեք, առանց սոխ կցելու դրեք սարցախցիկը, թող միսը մի քիչ ցկվի, քարանա, հանեք, կտրտեք, նոր թարմ սոխը կտրեք իր վրա ու աղացեք, 2 տակ։ Եկաբակն էլ մաքրեմ, շատ կեղտոտ չի, ուղղակի թեթև մաքրություն անեմ, մաքուր դիմավորեմ մարդկանց։ Ժողովուրդ ջան, մեկ էլ մի բան էլի խնդրեմ, ինձ կօգնեք այս երկու հատվածը, ինչ բույս կամ ծաղիկ կարելի է տնկել, որ ավելի գեղեցիկ լինի։ Կոմենտներում խնդրում եմ գրեք, որ իմանամ, ես տեղեկություն չունեմ էլի բույսերից, ծաղիկներից, այդպես սիրահար չեմ էլի, բայց ուզում եմ գեղեցիկ լինի։ Այս հա մի հատ թեթև ջուր անեմ այստեղ, որ փոշին չտա դուրս ու մաքրեմ։ Մաքրեցի, պլպլացրեցի, որ հանգիստ նստենք այստեղ, այս հատվածը մաքրեցի, որ քյաբաբանը խփեն, այնտեղ մանգալի վրա սարքեն, այստեղ արդեն նստենք, հաց ուտենք։ Մաքրում եմ մանգալը, որ նորը լցնի։ Անցած անգամվա համոզության հետքերը մաքրենք, անցնենք նոր համոզության։ Տենը մեզ ամեն անգամ ասում եմ սավոք առնեմ սրա համար մոռանում եմ։ Այս անգամ իշացում էլի։ Դեպի ոնց է անում։ Լայֆ հակը։ Լայֆ հակ, բա ինչ անեմ։ Ամեն անգամ մոռանում եմ սավոք առնեմ մանգալիս համար։ Ժողովուրդ, այն որ փաստուր մեծինք է, տեղից հետո գիտեք ինչ արեցինք, մի անգամ աղացինք, դրեցինք սարցախցիկ, կուլտուրական տենց են ասում, սարցախցիկը, ինքը քարացավ ու երկրորդ անգամ աղացինք, որ դառնա ավելի կպչուն։
Հիմա նենց ենք ուտելու, հələ տեսեք ինչ քաբաբ է, հələ մի հատ գույն է տեսքը։ Վայ չուտողին, ջան ուտողին։ Կրակը պատրաստ է, արդեն գնում ենք կրակին։ Մեր ընկերները արդեն եկել են, այս քաբաբները դել են կրակին։ Արդեն կամաց կարմրում է։ Կարում եմ։ Նայեք ինչ քաբաբ է ժողովուրդ։ Տեսեք ոնց է ուռ է, արդեն քաշում ենք առաջի պարտիան, մյուսը դնենք վրա։ Սենց քաբաբ ոչ միտեղ չեք ուտի, մենակ ֆուն սիրահարենց։ Մի հատ կոմենտներում գրեք էլի, որ սենց համով բաներ ենք սարքում, ձեր սիրտն է լավ ուզում, որ գաք տուն սիրահարենց, թե չէ։ Վայ։ Վայ չուտողին, ջան ուտողի։ Ինչ օրջ ջան, հաղթան շամա, մեկ ճանապարհություններին Շատ լավ է, շատ համոզը է, համ լավ ժամանակ անցկացրեցինք, համ լավ հոգնեցինք, և ոստով շատ լավ է, մենք հաճախակ ենք հավաքվում, սենց լավ ժամանակ անցկացնենք, արդեն տարիների ավանդույթ է դարձել, հիմնականում հավաքատեղի մեր տունն է, միշտ այնպես է, լավիցը չեմ սաղթում, շատ լավ է։ Իրոք, ուզում ենք ճիշտ ասած մի քիչ սենց շփում ունենայինք միասին։ Որտեղ չենք գնացել։ Այո, սենց զրույց ենք ունեցել։ Ուզենայինք շատ ակտիվ լինեի, նայում ենք, տեսնում ենք, որ նայում ենք, բայց ակտիվություն չկա, կոմենտների բաժնում ուզենայինք շատ ակտիվ լինեի, գրեի, ինչ դա ձեզ դուր գալիս, ինչը ոչ, ինչ շատ արենք, հիմնականում դրա պակասը շատ ունենք, այսինքն հետադարձ կապ այդպես չունենք էլի ձեր հետ։ Նախ եւ առաջ ուզում ենք շնորհակալություն հայտնենք բոլոր ջերմ խոսքերի համար, որ գրում եք կոմենտներում, շատ շնորհակալ եմ։ Մեզ դա ոգևորում է, ինձ է տալիս, որպեսզի էլ ավելի գեղեցիկ կոնտենտ ստեղծեմ ձեզ համար։ Իսկապես ռիլերի բաժնում շատ լավ մեծ ակտիվություն կա, ռիլերը շատ լավ նայում ենք, բայց վլոգները, մենք վլոգներն ենք շատ սիրում նկարել, մեր առօրյան, թե ինչով ենք զբաղվում, ու շատ կուզենայինք, որ դուք էլ մեր հետ միասին Հասարակ, եթե ձեզ հետաքրքրող որևիցե ինչ-որ մի բան կա, մեր տուն սիրահարենցի հետ կապված, սիրով կարող եք գրել կոմենտների բաժնում, պատասխանում։ Առանց որևիցե ինչ-որ գաղտնիք պահելու։ Սիրով բաց ենք ձեզ համար, կարող եք գրել ձեզ հետաքրքրող ցանկացած հարց, պատասխանենք։ մենք ճիշտ ասած այս ամեն ինչի մեջ նոր ենք, քիչ կաշկանդվում ենք, խոսալու մեջ միգուցե նկատեք Կյանքում շատ ակտիվ ենք, կյանքում շատ ակտիվ ենք, եռանդում ենք, ասում, խոսում ենք, բոլորին մենք ենք էներգիա տալիս, բայց ամեն ինչի մեջ, երբ որ սկսնակ ես, փորձառությունը իր տեղը ցույց է տալիս, ժամանակի հարց է, եւ դա ես կարծում եմ, որ ավելի ջերմ փոխհարաբերությունը կշտկի եւ ձեր կողմից եւ մեզ կողմից, մի խոսքով դա ժամանակի ընթացքում շատերի կողմից արդեն սիրելի ենք դարձել, նամանավանդ ռիլերի բաժնում, հումորային կոնտենտները, սիրել են մեզ մարդիկ, դրսում են ճանաչում են, լպտում են, մոտենում են, հարցնում են, շատ շոյվում են, իրոք չենք սպասում, որ սենց շուտ արձագանք կունենանք մարդկանց կողմից, և սենց կսիրելի ամեն բան, այդպես մենք էլ ուզում ենք ձեզ բարի
մոնտաժել, որովհետև դա այն ժամանակատարը, նկարելը և մոնտաժանելը հեշտ չի սա, մենք էլ լուկն ենք վերաբերվում, շատերին կթվա սա ինչ է ոչ, բայց իրականում շատ երկար ժամանակատար ու նաև բարդ աշխատանք է, եթե դուրս գալը, կոնտենտ մտածելը, խոսելը, ինչ պետք է խոսած, դրա համար Սրանք ժամանակի մեծերից մեկը ասել է, չէ՞, մենք պատասխանատու ենք այն մարդկանց առաջ, ում ընտելացել ենք մեզ։ Հիմա մենք ձեզ ընտելացել ենք մեզ և շատ մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում այն ամեն ինչին, ինչ որ պետք է մատուցենք ձեզ։ Եվ դրա մեզ համար շատ կարևոր է, ուզում ենք, որ դուք մեր տեսակետից բավականություն ստանաք, ոգևորենք, որքան ձեզ ամեն անգամ մի նոր բան ցույցենք, որպեսզի ձեր օրը մի փոքրիկ հույսով լցնենք, կտրվեք ձեր առօրյա հոգսերից և ինչ որ մեկը ուրիշ ավելի հաճելի իրավիճակում հայտնվել, դա է մեր նպատակը։ Հումորի տեսքով, տարբեր ուտեստների պատրաստման տարբերակով փորձում ենք ձեր օրը ավելի լավ դարձնենք։ ստացվում է, ու գոհ կմնանք մեզանից։ Ինչպես նաև, եթե կա որոշ բաներ, որ դուր չի գալու, ազատ գրեք, որովհետև դա մեզ ավելի փորձառու, ավելի լավ կդարձնի։ Մենք հետևողական ենք, մեկ կարծում եմ ձեր լավ SMS-ները, դեռ վատ արձագանք չենք լսել, բայց եթե լսենք, դա շատ adekvat է դեպքում, որովհետև բոլորի համար չի կարող լավ լինել։ Այնպես որ եթե բաներ կա, որ ըստ ձեզ շտկելի է, խնդրում ենք անպայման գրեք, դա իմանանք։ Մեզ համար ձեր կարծիքը, ձեր արձագանքը ամենակարևորն է գործում։ Լավ եղեք ձեզ բարի գիշեր։ Բարի գիշեր։